Շնորհակալություն ազգային ժողովի հարգելի փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, սիրելի ընկերներ, ինչպես գիտեք, ես վերջերս նմանատիպ չելենջ եմ մի հատ հայտարարել, որպես մենք միասին հասկանանք, որ մինչև խորհրդարանական ընտրությունները Աննա Գրիգորյանը օրինակ կդիմի քաղաքացիական պայմանագրին միանալու համար, թե չի դիմի, չգիտեմ արդյունքում ինչ կստացվի, բայց այնուամենայնիվ, գիտեք դե Աննա Գրիգորյանը տենց սովորություն ունի, ինքը երբ հասկանում է, որ իր պատկերացմամբ ինչ-որ մի քաղաքական թիմ պետք է պարտվի և մյուսը պետք է հաղթի, ինքը այդ թիմը փոխում է, այս ընթացքում առնվազն նման հայտ չենք ստացել, անհրաժեշտ համարեցի սա բան անել, որովհետև գիտեք մեր թիմից թռել էր, գնացել էր Վայ Հակոբյանի թիմ, հետո այդ թիմով մտել էին Քոչարյանի թիմ, հետո Վայ Հակոբյանի թիմից էր թռել Քոչարյանի թիմ ու տենց, հետո վերջապես հասկացել էի, թե ինչով է դա պայմանավորված, նայեցի ուրեմն դատախազության հայցերը, պահանջագիրները դատախազության, ուրեմն դատախազությունը Վայ Հակոբյանից պահանջում ընդամենը 20 միլիոն ԱՄՆ դոլար ապօրինի գույք, Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 200 միլիոն ԱՄՆ դոլարի ապօրինի գույք ու լրիվ ակնհայտ էր, որ Աննա Գրիգորյանը 20 միլիոնի ու 200 միլիոնի մեջ պետք է ընտրեր 200 միլիոնը, սա նկատի ունեմ զուտ ենթադրաբար սա կներկայացվի որպես նա ավելի հալածյալ է, էլի, այսինքն այս կոնտեքստում, որտեղ նրանից 10 անգամ ավելի շատ գումար են պահանջում, ինչև է, շատ նորմալ է, պարոն Մամիջանյան, ես անկեղծորեն ողջունում եմ ձեր համառությունը, որ դուք փորձում եք այս քաղաքական ուժին բերեք ձեր դաշտ ու փորձեք այդ իմպիչմենտի գործընթացը առաջ մղեք, բայց ես չեմ հասկանում այն, ինչ ասեմ, նայվությունը, որով դուք հանրապետական կուսակցությունը ու Արման Թաթոյանը փորձում եք ձևացնել, թե իրար հետ կապ չունեք, այն որ մի հատ կոլեկտիվում տենց կոնկրետ բան ալնում է, բոլորը գիտեն, որ այս երկու կոլեգաները միասին են հանդիպում են կամ ինչ-որ բան, բայց նրանք շարունակ ձևացնում են, թե իրար հետ կապ չունեն, ինչ-որ կսմիթներ կամ բան են թողում իրար հետ։ Հիմա լրիվ ձերն ու պարոն Թաթոյանինն է, ոնց որ Սերժի Թաթոյանը պնդում է, որ ինքը Սերժի հետ կապ չունի, տենց մեկ-մեկ իրար հետ բաներ եք անում։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ, այս իմպիչմենտի գործընթացի հարցով շարունակեք նույն համառությամբ, վստահ եմ մի օր կհասնեք Հայաստան խմբակցությունից 2-3 ստորագրության, բայց Արման Թաթոյանի ու ձեր այդ բանի մասով խնդրում եմ, էլի։ Արման Թաթոյանը Սերժ Սարգսյանի պրոտեժեն է, ասենք, ինչ էլ անի, դա իր երեսից չի կարա երբեք մաքրվի։ Սերժ Սարգսյանի փոխնախարարն է եղել, Սերժ Սարգսյանի կամակատար միպն է եղել որպես այդպիսին։ Այդ մի բեմականացումը թարգեք, այս մասով շարունակեք, իմացեք, որ պարոն Ռուբինյանը ձեր այս ջանքերը եւս ողջունում է, իրար հետ այս վերջերս ենք խոսել, ինքը ողջունում է ձեր այդ համառությունը, որով դուք փորձում եք Հայաստան խմբակցությունից 2-3 ստորագրություն վերցնել, բայց չգիտեմ, այն մասով թարգեք, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Ալեքսյան, ես հավելեմ, որ եթե Տիկին Գրիգորյանը կրկին հայտ ներկայացնի քաղաքացիական պայմանագրի ցուցակում ընդգրկվելու համար, այս անգամ ես չեմ համաձայնվի։ Կարող ենք փորձել, Տիկին Գրիգորյան, կարող եք փորձել։